Արդյոք կոպերի կախվածությունը միայն տարիքային փոփոխության արդյունք է։ Կոպերի կախվածությունը հիմնականում առաջանում է տարիքային փոփոխությունների արդյունքում, երբ թուլանում է կոպամաշկը, ինչպես նաև զուգահեռաբար տեղի ունենում ճարպային բջջանքի արտանկում։ Սակայն կոպերի կախվածությունը պարտադիր չէ, որ միայն տարիքի ընթացքում առաջանա, այն կարող է ի հայտ գալ նաև այսպես կոչված վերին կոպի պտոզի ժամանակ, ինչի պարագայում կոպը կախված է լինում ոչ միայն կոպամաշկի թուլության հետևանքով, այլ նաև ինչ ամենակարևորն է, կոպը կախվում է վերին կոպը բարձրացնող մկանի թուլության կամ ախտահարման պատճառով։ Իհարկե, վերին կոպի պտոզը կարող է դիտվել ոչ միայն տարիքային փոփոխությունների արդյունքում, այլ նաև կարող ենք հանդիպել բնածին պտոզի, իսկ բնածին պտոզը ներարգանդային կյանքում վերին կոպը բարձրացնող մկանի ոչ ճիշտ զարգացման արդյունքն է։ Արդյոք այս երկու խնդիրներն էլ լուծում է բլեֆարոպլաստիկան։ Ընդունված է ասել, որ բլեֆարոպլաստիկան դա կոպերի տարիքային փոփոխությունը վերացնելու վիրահատությունն է, ինչի ժամանակ հեռացվում է կոպամաշկի ավելցուկը եւ արտանկված ճարպային բջջանքը։ Իսկ վերին կոպի պտոզի ժամանակ միայն կոպամաշկի ավելցուկի հեռացումը չի կարող վերացնել խնդիրը, այս պարագայում պարտադիր է կատարել վերին կոպը բարձրացնող մկանի վերականգնում։